Փաստորեն դուք ասում եք, որ պլան են դրել փոքր ասած դատարանի վրա։ Պարոն Քոչարյան, որևէ մեկը դատարանի վրա չի կարող Նոր պլան ասացիք դնել։ դուք, Դատարանը առաջարկում է ասացիք։ օրենքով, եթե օրենքով վաղը սահմանեն, որ այս օրվանից պետք է գործերը քննվեն եւ ավարտվեն 1 տարվա ժամկետում, ամենայն դեպս հանրապետությունում երկրորդ գործ, ես ականջալուր չեմ եղել, որ 876 վկա, 112 տուժող եւ շուրջ 7 տարի Ես ձեզ եմ քննված մեջբերում, դուք ասում եք ստացել եք շրջադերական, ես առաջանք եմ ուսում, որ դատարանները շրջադերականով են առաջնորդվում։ Ինձ միշտ թվացել է, թե դատարանը օրենքով պետք է առաջնորդվի։ Այդ շրջադերական լավ օրենք դառնալ, պարոն Քոչարյան։ Կարող է, թե չի կարող։ Ուսերեն ասում են, բաբնադր ես կազալ։ Հիմա օրենք չի, դուք կոնկրետ այս վայրեջում հայտարարում եք, որ շրջադերականով եք առաջնորդվում։ Ես առաջանք Նման բան չենք հայտարարել, պարոն Քոչարյան։ Սա առաջին։ Նման բան չենք հայտարարել։ Դուք եք ասում։ Չենք հայտարարել շրջաբերականով եք առաջնորդվելու։ Ասել եմ կա շրջաբերական, օրենսդրական փոփոխության նախագիծ։ Դուք բանավորում եք։ Լավ այդ նախագիծը դնենք մի կողմ, գործի քննության ողջամի ժամկետն է։ Ես դրա համար ստեղծում է տպավորություն, որ ինչ-որ բան են դրել։ Որն է ողջամի ժամկետը։ Ես ուրիշ բան եմ ուզում ասել։ Ասեք ողջամի ժամկետը։ Ո՞ր է ողջամի ժամկետը։ 600 կամ 800 անկալ, անհասկանալի վկաները գործի մեջ մտցնողը մտածել է հետևյալ, որ ինչքան հնարավոր է շատ sense պիտի լցնի, դուք էլ լինեք կամ ոչ թե պաշտոնական դիրք եւ այլ, այլ սահմանադրական կարգ է տապալում, որ կարողանան տանեն կալանքի, որտեղ բարեմությունը ամսազրած է, եւ կալանքի տակ պահելով մի 10 տարի փոքր ասած ինձ պահեն կալանքի տակ։ Նպատակը սա է։